Որքանով է հնարավոր նվազեցնել վառելիքի գները, ինչ ռեսուրսներ կան եւ ինչպես պետք է լուծվի խնդիրը։ Այսօր այս թեմայով հանդիպել են նավթային ընկերությունների ներկայացուցիչները եւ կառավարության համակարգող խորհրդի անդամները։ Քննարկման շրջանակներում նշվել է, որ չնայած եվրոպական շուկայի համեմատ ցածր գներին, հնարավոր է դրանք էլ ավելի նվազեցնել։ Վրաստանում արկագինը պայմանավորված է նրանով, որ ակցիզային հարկը 3 անգամ ցածր է, քան եվրոպական երկրներում։ Վարչապետի հայտարարությամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը եւ քննարկումները մասնավոր հատվածի հետ։ Վարչապետի հայտարարությամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը եւ քննարկումները մասնավոր հատվածի հետ, որպեսզի համաձայնության հասնենք գները հետագայում ել ավելի իջեցնելու համար։ Կողմերը համաձայնել են, որ երկխոսությունը կշարունակվի աշխատանքային ռեժիմով։ Սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի գների վերաբերյալ քննարկումը հաջորդ շաբաթվանից կտեղափոխվի խորհրդարանական հանձնաժողովի ձևաչափ։ Խորհրդարանի նախագահը հայտնում է, որ Եվրամիությունը փորձում է Վրաստանում գործող օրենքը շրջանցելով իր կողմից կառավարվող ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրել փող։ Շալվա Պապուաշվիլին նշվածն ապացուցելու համար սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ եւ գրանցման փաստաթղթեր։ Նրա խոսքով Խարդախ ծրագրերը Եվրոպայի կենտրոնում են ստեղծվում, որպեսզի Վրաստանի դեմ քաղաքական գործընթացները ֆինանսավորվեն։ Մեծ Բրիտանիան եւ ԵԱՀԿ-ի 23 երկրներ Վրաստանի նկատմամբ ակտիվացրել են Մոսկվայի մեխանիզմը եւ պահանջում են փորձագիտական առաքելություն ստեղծել։ Հայտարարության մեջ կարդում ենք, որ առաքելությանը կհանձնարարվի կատարել Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված վերջին իրադարձությունների փաստաթղթավորումը։ Գնահատել այդ իրադարձությունների ազդեցությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ազատության, օրենքի գերակայության եւ դատարանի անկախության, քաղաքական պլյուրալիզմի եւ ժողովրդավարական հասարակության այլ կառուցվածքային բնակիչների վրա, ինչպես նաև պատրաստել առաջարկություններ մտահոգիչ հարցերի լուծման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրողները կոչ են անում Վրաստանին համագործակցել առաքելության հետ։ Մոսկվայի մեխանիզմի ակտիվացումը եւ փորձագիտական առաքելություն ստեղծելու պահանջը արդեն գնահատականների են արժանացել քաղաքական սպեկտրում։ Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածում եւ անվանում այն առաջարկությունների ցանկը, որոնք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից անցկացված ստուգման ընթացակարգից հետո հունվարի 26-ին Ժնևում դրվել են որպես եզրակացություն։ Գերմանիան մտահոգություն է հայտնում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնի հարձակումների համար պատասխանատվության բացակայության վերաբերյալ եւ խորհուրդ է տալիս Վրաստանին հետաքննել ցուցարարների նկատմամբ ուժի չափազանց կիրառման մասին տեղեկանքները, չեղյալ համարել կամ փոփոխել այսպես կոչված օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը եւ դրամաշնորհների մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Բացի այդ, վերանայել հավաքների եւ երթերի մասին օրենքում վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, չեղյալ հայտարարել կամ հիմնարար կերպով փոփոխել հեռարձակման մասին եւ խոսքի եւ արտահայտության ազատության մասին օրենքներում կատարված փոփոխությունները։ Վլադիմիր Զելենսկին հայտնում է, որ պատրաստ է առաջնորդների գագաթնաժողովի ցանկացած ձևաչափի, բայց ոչ այն ձևաչափի, որը կանցկացվի Մոսկվայում։ Նրա խոսքով Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի նաև Բելարուսում։ Ինչպես Ուկրաինայի նախագահն է պարզաբանում, խաղաղության ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնության կարելի է հասնել միայն առաջնորդների գագաթնաժողովում, եւ Պուտինին առաջարկում է ժամանել Կիև։ Ես հրապարակավ հրավիրում եմ նրան, եթե իհարկե նա համարձակվի, նշել է Զելենսկին։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջև հաջորդ բանակցությունների ռաունդի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։ Մեր կարծիքով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ինչ-որ բան է կատարվում։ Այս իրադարձությունները հավանաբար կարող են ազդել ժամկետների վրա, պարզաբանել է Վլադիմիր Զելենսկին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին, որ Ռուսաստանը մեկ շաբաթ չռմբակոծի Կիևը եւ այլ քաղաքներ։ ԱՄՆ-ի նախագահը խնդրանքի պատճառը նշել է Ուկրաինայում տիրող ցուրտ եղանակը։ Reuters-ի տվյալներով Ուկրաինայում ջերմաստիճանը հաջորդ շաբաթ կհասնի -30 աստիճան Ցելսիուսի, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է։ Իրանը ԱՄՆ-ի հետ պատրաստ է արդար բանակցությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով հարցը պետք է անդրադառնա Իրանի պաշտպանական կարողություններին։ Եթե բանակցությունները արդար եւ հավասար լինեն, Իրանը պատրաստ է նման բանակցություններ վարել, հայտնել է դիվանագետը։ Նրա խոսքով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև դեռևս որևէ հանդիպում չի նշանակվել։ Իսկ Դոնալդ Թրամփը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ նախատեսում է զրուցել Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ
Վաշինգտոնը Մերձավոր Արևելք է ուղարկել եւս մեկ ռազմանավ։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները բացի միջուկային ծրագրից հրաժարվելուց պահանջում են նաեւ, որ Իրանը սահմանափակի իր հրթիռային ծրագիրը, մինչդեռ Թեհրանը դեմ է դրան։ Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան ներգրաված են դիվանագիտական ջանքերում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բախումից խուսափելու համար։ Ի պատասխան ամերիկյան սպառնալիքին Աբբաս Արաղչին հայտարարում է, որ Թեհրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ պատերազմի համար։ Հանցագործությունների վիճակագրությունը հրապարակում է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ հայտարարության իրավապահների կողմից տարբեր գործերով իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին բացահայտվել է գրանցված հանցագործությունների 70%-ը։ Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է։ Բացի այդ, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում նվազել է բնակարանից գողությունների, կողոպուտների, շորթման եւ խարդախությունների դեպքերը։ Թմրամիջոցների եւ կազմակերպված հանցագործությունների բացահայտման աճին եւ ոստիկանության կողմից պայքարի ակտիվացմանը համաչափ գրանցվել է 54134 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4158 դեպքով ավելի է։ Գրանցված հանցագործությունների աճը պայմանավորված է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների բացահայտմամբ։ Աճել է հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման, կրելու բացահայտումը։ Դիտավորյալ սպանությունների թիվը նվազել է 11 փաստով, իսկ առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 517 փաստով։ Երկրից արտաքսվել է 1311 օտարերկրյա քաղաքացի։ Թբիլիսիի բյուջեն ավելանում է մոտ 300 միլիոն լարիով եւ ընդհանուր ծավալը 2 միլիարդ 500 միլիոն լարիից ավել է։ Փոփոխությունների մասին խորել եւ աջակցել են քաղաքային խորհրդի նիստին։ Բաշխումը կկատարվի ըստ առաջնահերթությունների։ Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում եւ վերակառուցում, վթարային շենքերի ամրացում փոխարինում, առողջության պաշտպանություն եւ սոցիալական ապահովագրություն, սա այն հարցերի ցանկն է, որոնց վրա կծախսվի մայրաքաղաքի ավելացված բյուջեն։ 2025 թվականին Վրաստանի տնտեսությունն աճել է 7.5%-ով, տեղեկությունը հաղորդում է ազգային վիճակագրական ծառայությունը։ 2025 թվականի դեկտեմբերին աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ վերամշակող արդյունաբերությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, տրանսպորտը եւ պահեստավորումը, հյուրանոցներն ու ռեստորանները։ Անկման միտում է արձանագրվել շինարարության ոլորտում։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը թարմացրել է գլոբալ գործազրկության ցուցանիշները, հիմնվելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ցուցանիշի վրա։ Հետազոտությունը հիմնվում է աշխատուժի հարցման վրա։ Նոր գնահատականներով Վրաստանում 2024 թվականին 15 տարեկանից բարձր բնակչության գործազրկության մակարդակը նվազել է մինչև 8%։ Կառավարության ներկայացուցիչների հայտարարությամբ գործազրկության այս մակարդակը 2012 թվականից հետո առաջին անգամ միանիշ մակարդակի վրա է։ Փոթի եւ Բաքվի նավահանգիստների միջև նշանակվել է հատուկ բլոկ գնացք։ Այն զգալիորեն կկրճատի երկու նավահանգիստների միջև բեռների տարանցման ժամանակը։ Փոթիի տերմինալում առաջին բլոկ գնացքի ժամանման առթիվ հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել Վրաստանի եւ Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները։ Բլոկ գնացքը կգործի կանոնավոր գրաֆիկով երկու նավահանգիստների միջև եւ դրական ազդեցություն կունենա կոնտեյներային փոխադրումների գործընթացի պարզեցման եւ տարանցման ժամանակի կրճատման վրա։ Վրացի մարզիկների հրաժեշտի եւ երթման արարողությունը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում տեղի է ունեցել Օլիմպիական կոմիտեում։ Խաղերը փետրվարի 6-ից 22-ը կհյուրընկալի Միլան Կորտինան։ Վրացի մարզիկների անունից երթումը տվել է դահուկորդ Նինո Ծիկլաուրին, ով օլիմպիական խաղերին հանդես կգա 5-րդ անգամ։ Վրաստանի հավաքականը Իտալիայում կմասնակցի 8 մարզիկով, 2 մարզաձևում։ Օլիմպիական խաղերի ուղիղ հեռուստառեպորտաժները ձեզ կառաջարկեն Առաջին ալիքը եւ Առաջին ալիք սպորտը։